Բարև ձեզ հայեջան, այսօր ես կպատմեմ հայերի հայկական նախաքրիստոնեական մշակույթի մասին եւ ասեմ բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, մեկնաբանություններ եւ լայքեր թողեք իմ տեսահոլովակների տակ եւ ավելի հետաքրքիր պատմություններ կիմանաք հայ ազգի մասին։ Այս իմ պատմությունը նաեւ եւս մեկ անգամ փաստում է այն, որ հայերը եղել են դեռ անհիշելի ժամանակներից եւ անհիշելի ժամանակներից իրենց գրականությունն են ունեցել եւ մինչեւ մեր օրերը մինչեւ Մեսրոպ Մաշտոցի գրերի գյուտը եղել է նաեւ այլ հայկական հին գրերի տարբեր փուլային զարգացումներ եւ սկսեմ եւ բարի դիտում ձեզի։ Նախաքրիստոնեական Հայաստանում սեփական գիրն ու գրականության մասին բազմաթիվ գրավոր վկայություններ են եղել։ Այդ է վկայում Փիլոստրասոսի տեղեկությունները Արշակ արքայի 34-ից 35 թվականների նվիրված հայագիր Ոսկյա ժանյակի մասին Հիպպոպոլիստի ժամանակագրության մեջ, գրված մինչև 235 թվականները։ Հայերը նշել են սեփական դպրություն ունեցող ժողովուրդների շարքում։ Ագանդագեղեցի հաղորդումները հայալեզու նշանակության եւ նախաքրիստոնեական Հայաստանի դպրության Տիր Աստծո պաշտամունքին վերաբերյալ Մովսես խորհրդանոցին հաղորդում է դեռևս երկրորդից երրորդ դարերում Դարանաղյան Անի ամրոցում մեհենական պատմագրության արխիվի մասին, որից Ասորի մատենագիր Բարդածանը թարգմանություններ է կատարել ասորերեն ու հունարեն 7-րդ դարի պատմիչ Գևորգ Ասորու տեղեկությունները ապագա Գրիգոր Լուսավորչի մանուկ հասակում Հայաստան բերվել, այստեղ հայոց գիր ու լեզու է սովորելու մասին եւ այլն։ Մատենագրության վկայություններից բացի նախաքրիստոնեական Հայաստանի տարածքում հայտնաբերվել է գրավոր մշակույթի հուշարձաններ, որոնք ըստ ծագման եւ պատկանելության կարելի է բաժանել 4 խմբի։ Առաջին խումբ Հայաստանում ստեղծված եւ մեր նախնիների կողմից կիրառվող պատմագրության համակարգեր, դրանք հայկական մեհենագրության հուշարձաններն են, որոնք ունեցել են զարգացման հետեւյալ փուլեր՝ վաղ պատկերագրություն Քրիստոսից առաջ 5-ից 3-րդ հազարամյակներում, Հայաստանի գծային գիր Քրիստոսից առաջ 24-ից 9-րդ դարեր, Վանի թագավորության Բիայնա Քաջանց երկիր, Ուրարտ ու Արարատ Քրիստոսից առաջ 9-ից 7-րդ դարեր, մեհենագրության հիերոգլիֆային քրիստոնեության ընդունումը նախորդած փուլեր, երբ մեհենագրության կիրառությունը սահմանափակվել է տաճարական միջավայրում։ Այս խմբից մասամբ վերծանված է միայն Վանի թագավորության մեհենագրությունը։ Այն բաղկացած է շուրջ 300 նշաններից, որոնք գրվել են աջից ձախ եւ վերեւից վար ուղղություններով։ Այս համակարգի վերծանման բանալին հայտնաբերվել է 1995 թվականին։ Ներկայումս վերծանված ու մեկնաբանված են շուրջ 60 մեհենագրեր, որոնց վերլուծությունը թույլ է տալիս ենթադրելու, որ գրահամակարգի լեզուն հնագույն հայերենն է։ Երկրորդ խումբը կազմում են օտար ծագում ունեցող, բայց Հայաստանի բնիկների կողմից կիրառվող գրային համակարգերը։ Դրանք են խեթա-լուվիական հիերոգլիֆները, որը կիրառվել է հայկական լեռնաշխարհի արևմուտքում Եփրատի հովտում Քրիստոսից առաջ 15-ից 8-րդ դարերում, ասորա-բաբելոնական եւ տեղական բիայնական (քաջանց կամ ուրարտական) կոչվող սեպագիր համակարգերում, որոնք երկուսն էլ կիրառվել են միայն Վանի թագավորության ժամանակաշրջանում, հունական (սկսած Քրիստոսից առաջ 3-րդ դարից), արամեական (Քրիստոսից առաջ 2-ից 2-րդ, Քրիստոսից հետո
2-րդ դարերում, ասորական սկսած 301 թվականից եւ պահլավական կամ միջին պարսկական սկսած 387 թվականից այբուբենները։ Փաստորեն տեսնում ենք, որ Քրիստոսից առաջ 15-րդ դարից մինչև Մեսրոպ Մաշտոցի գյուտը ներմուծվել է եւ մենագրության զուգահեռ Հայաստանում կիրառվել է 7 գրային համակարգ, ինչը գրի ու գրականության նկատմամբ մեր նախնիների տածած սիրո արտահայտությունն է։ Երրորդ խումբը կազմված է հայկական լեռնաշխարհի տարբեր հնավայրերում հայտնաբերված բազմաթիվ գրագիր առարկաներ, որոնք այստեղ են հայտնաբերվել ռազմական, առևտրատնտեսական, մշակութային ու այլաբանական հարաբերությունների արդյունքում։ Սրանք թեպետ չեն կազմում Հայաստանում դպրության մաս, սակայն կարևորագույն են նախամաշտության Հայաստանի պատմության լուսաբանության տեսակետից։ Չորրորդ խումբը կազմում են առեղծվածային ծագում և անհայտ նշանակության նշանագրերի հուշարձաններ, որոնք Հայաստանից դուրս հայտնի չեն։ Հազարամյակների ընթացքում հայկական լեռնաշխարհում ստեղծված գրավոր մշակույթը չէր կարող անհետևանք կորչել, եւ մաշտության դպրության կատարելությունը պայմանավորված էր նաեւ նախամաշտության շրջանում արմատավորված գրային մտածողությամբ։ Ըստ լեզվաբանների, երբ լեզուն գրական մշակման չի ենթարկվում, ունենում է սահմանափակ բառապաշար։ Օրինակ, բառարանների միջին բառապաշարը հասնում է 7-ից 8000, մինչդեռ գրաբարերի բառապաշարը, այն էլ ոչ լիովին հայտնի, անցնում է 60000-ից։ Այսինքն գրաբարի բառապաշարի հարստությունը ևս վկայում է հօգուտ հայերին։ Նախամաշտության շրջանում գրավոր մշակույթի ենթարկված լինելու պատմագրություն։ Օտար աղբյուրների տեղեկությունների հիման վրա, որ Հայաստանի առաջին պետական կազմավորումը Արարատ Միտանին Հայաստան ունեցել են արքունի գրականություն, հետևաբար նաև արքայական արխիվներ։ Դրանք, սակայն, առայժմ չեն հայտնաբերվել։ Մեզ հասած պատմագիտական արժեքներ ներկայացնող առաջին ձեռնագրությունները Հայաստանում վերաբերում են Վանի թագավորության դարաշրջանին։ Ամենախոշորն են Արգիշտի I-ի և Սարդուրի II-ի գործերի մասին պատմող Խորխորյան և Սարդուրյան տարեգրությունները։ Մեզ են հասել մի շարք տեղեկություններ հետուրարտական ժամանակաշրջանում գոյություն ունեցող մեհենական պատմագրության արխիվների մասին։ Դրանցից կարևորագույնը Գերագույն Աստված Արամազդի պաշտամունքի գլխավոր կենտրոն Դարանաղյան անի մեհենական արխիվն է։ Մովսես Խորենցի հաղորդմամբ մեհենական պատմություններն մի են բերվել Մար Աբբաս Կոստանդինի, Օղյումբ, Քրմի և այլոց երկերում, իսկ Արտաշեսի որդի Վրուրի պատմահայրը հիշատակվում է իբրև այր իմաստուն և բանաստեղծ։ Արտաշեսյանների ժամանակ որդեգրվում են հելլենիստական ավանդույթները, որը ես նշել եմ, այստեղից էլ սկսվում է հենց հայ պետականության անկումը։ Տիգրան Մեծի կյանքի ու գործունեության մասին հայոց արքունիքում աշխատություններ են գրվում Մետրոբուրս Սեպաստացին և Ամֆիկարես Աթենացին։ Այդ աշխատությունները դժբախտաբար մեզ չեն հասել։ Արտավազդ II-ը հիշատակվում է որպես ողբերգությունների, ճառերի և պատմական երգերի հեղինակ։ Նրա երգերը ճանաչված են եղել նաև Հռոմեական կայսրությունում։ Հայտնի է, որ Արտաշատ է հրավիրել 2-րդ դարի մատենագիր Յաբլիգոս Բաբելացին, որը այստեղ է գրել իր 35 հատորանած «Բաբելոնիկա» աշխատությունը։ Մովսես Խորենացին հաղորդում է 4 մասից բաղկացած հյուսիսային Պիտոյից չափածո գերագրության մասին, որը նվիրված է եղել հայկազնուների, հատկապես Տիգրան Երվանդյանին (Ք.ա. 7-րդ դար)։
Պատմագիտական կարևոր տեղեկություններ է հաղորդվում հայոց քաների թողած հունարեն, արամերեն, արամենատար արձանագրություն, որոնք կանգնեցված են Քրիստոսից առաջ 3-րդ դարից մինչև քրիստոնեության պետական կրոն հռչակման ընկած ժամանակաշրջանում։ Կարևոր պատմական սկզբնաղբյուրներ են նաև հայոց արքաների դրամները, որոնք մեզ են հասել հազարավոր օրինակներով։ Տիեզերագիտությունը վաղագույն տիեզերագիտություն գիտելիքները հայկական լեռնաշխարհում դեռևս քարե դարի վերջին փուլում փորագրված ժայռապատկերների, դրանցում ինչպես Քրիստոսից առաջ 3-ից 2-րդ հազարամյակների բրոնզե գոտիների և խեցեղենների վրա հանդիպում են աստղագիտական պատկերացումների դրսևորումներ, որոնց վերլուծությունը ցույց է տալիս, որ հնագույն ժամանակներից Հայաստանում կիրառվել են լուսնաարեգակնային և արեգակնային օրացույցներ։ Եվրոպական պատմաբաններ դեռևս 9-րդ դարավերջին և 20-րդ դարում կատարած ուսումնասիրությունների համաձայն կենդանակերպի, զոդիակի համաստեղությունների անվանակոչումը կատարվել է հենց հայկական լեռնաշխարհում Քրիստոսից առաջ մոտավորապես 28-րդ դարում։ Հենց դա է հաստատում Մեծամորի աստղադիտարանը, որտեղից աստղային երկինքը դիտել են Քրիստոսից առաջ 2800-ից 2600 թվականների ընթացքում։ Պորտաբլուրի Քրիստոսից առաջ 10-ից 7-րդ հազարամյակներին թվագրվող կոթողների վրա առկա են սրբազան կենդանիների՝ ցուլ, վարազ, առյուծ, անգղ, օձ, աղվես, կարիճ և այլ պատկերներ, որոնք ըստ որոշ ուսումնասիրողների կարող են լինել համաստեղությունների պատկերներ։ Եթե դա հաստատվեց, մեր գիտելիքները աստղագիտության ծնունդի մասին լիովին կփոխվեն։ Տոմարական գիտելիքները մեծ զարգացում են եղել Վանի թագավորության պետության դիցարանի հիմքում ընկած էր արեգակնային օրացույցի թվային կոդավորումը։ Հայկական արեգակնային օրացույցը բաղկացած է եղել 265 օրից, 30-օրյա 12 և 1 տոնական 5-օրյա ավելյաց ամիսներից։ Առանձին անուններ կրել են և ամիսներ, և օրեր, և օրվա 24 ժամեր։ Ըստ անվանի հայագետ Ղևոնդ Ալիշյանի հաշվարկի հայոց բուն տոմարի սկզբնավորումը առաջին թվականի առաջին օրը Նավասարդի 1-ն է տեղի ունեցել Քրիստոսից առաջ 2492 թվականի օգոստոսի 11-ին։ Ըստ ավանդության, դա այն օրն է, երբ հայ նահապետը կործանեց բռնակալ բելին։ Ժողովրդական բանահյուսություններ նախաքրիստոնեական շրջանում մեր ժողովրդին ստեղծել են դիցավեպեր, ասքեր, ձմնված իր աստվածների, նախնիների, նահապետների, սիրելի արքաների ու հերոսների։ Դրանցից մեծ մասը մեզ է հասել Մովսես Խորենացու Հայոց պատմության էջերից։ Ժողովրդական բանահյուսության մեզ հասած գոհարներից են Վահագն Աստծո ծնունդը հիմնը, Հայք և Բել, Արամ և Բարշամ, Արամ և Նոքար Մենդես, Արև և Պայապսի Քաղեա, Արա Գեղեցիկ և Շամիրյան, Տիգրան և Աժդահակ, Երվանդ և Արտաշես, Արտաշես և Սաթենիկ, Արտաշես և Արտավազդ և այլ ասքեր։ Թատրոնը Թե երբ է սկզբնավորվել թատրոնը Հայաստանում, դժվար է ասել հստակ։ Ժողովրդական հայալեզու թատրոնը սկզբնավորվել է վաղնջական ժամանակներում։ Մովսես Խորենացին տեղեկացնում է, որ ժողովրդական թատրոնը ներկայացումներ է հայկական հնագույն ասքերի, գողթան երգերը, որոնք մատուցվում էին բեմականացումների, ցուցքերի ու պարերի միջոցով և ուղեկցում էին փանդիոնների հնագույն լարային գործիքի նվագակցությամբ։ Հելլենիզմի դարաշրջանում Հայաստանի մշակույթի կյանքը նշանակավոր է երկու տեսակի թատրոնների առկայությամբ. առաջինը հայալեզու ժողովրդական թատրոնը և երկրորդը հունալեզու
հունալեզու թատրոնները հիմնականում վերնախավի համար են եղել։ Հայտնի է, որ նման թատրոններ էին գործում Արտաշատի և Տիգրանակերտում, բեմականացվում էին ինչպես հույն, այնպես էլ հայ հեղինակների գործերը։ Պլուտարքոս I-ից II դարեր վկայությամբ Արտավազ II գրած ողբերգությունները նրա մահից 1.5 դար անց էլ հայտնի են հռոմեացիներին։ Ուշ հելլենիստական շրջանի թատերական կյանքեր, բացառիկ վկայություններ Բաքուր արքայի (160-ական թվականներ), հունարեն արձանագրությունների արծաթե թաս, որը բաժանարվեստ և ճոխ ձևավորում է թատերական տեսարաններ, ճարտարապետություն, երբ մարդկությունը նստակեցության անցավ, առաջ եկավ բնակարանների և այլ շինությունների կառուցման անհրաժեշտություն, սահմանավորվեց ճարտարապետությունը, երկրի մոլորակի վրա անցումը նստակեցության և արտադրող տնտեսության, ի տարբերություն կենդանիների, որոնք միայն սպառում են, սկսվել է Ք.ա. 10-րդ հազարամյակի հայկական լեռնաշխարհի հարավում, Կորդովա ճաշարի տարածքում, Շանանդիրա հնավայրում, Ք.ա. 10-րդ հազարամյակում հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում կառուցվել է մինչ օրս էլ մոլորակի վրա հայտնաբերված ամենահին տաճարական համալիրը, Ք.ա. 3-ից 2-րդ հազարամյակներում կապված պետականության առաջացման ու զարգացման հետ ողջ հայկական լեռնաշխարհում կառուցվել են Կիլիկիան, Հսկայակերտ ամրոցներ, տաճարներ են ստանում հարակից քառակուսի շենքերով կլոր բնակարանները, որոնց կենտրոնում տեղավորվում էր օջախը, իսկ տան առաստաղը ավարտվում էր երթիկով։ Դամբարանները շրջապատում էին քարե կլոր պարսպով, իսկ հանգույցները աջունը ծածկող սալաքարերի վրա կանգնեցվում էին անմահության կամ վերածնունդ խորհրդանշող որևէ կոթող։ Վանի թագավորության շրջանից մեզ հայտնի են մեծ թվով քաղաքներ, ամրոցներ, պալատներ, տաճարներ, դամբարաններ և այլ շինություններ։ Առանձնակի ուշադրություն է արժանի Արդինի Մուսասիրում գտնվող գլխավոր տաճարի ոճը՝ երկթեք տանիքով, եռանկյունի ճակատով սյունազարդ, որը հետագայում Փոքր Ասիայում անցավ հունահռոմեական ճարտարապետությունը, դարձավ անտիկ աշխարհի գլխավոր ճարտարապետական ոճերից մեկը, ապա տարածվեց ամբողջ աշխարհում։ Վանի թագավորության հաստատված ճարտարապետական այդ ոճով է կառուցված նաև Գառնիի տաճարը։ Ք.ա. 3-րդ դարից Հայաստանում սկսված հելլենիստական ժամանակաշրջանը, որը տևեց մինչև քրիստոնեության պետական կրոն հռչակել։ Այս ժամանակաշրջանում կառուցվեցին նոր քաղաքներ՝ Սամոսատը, Արշամաշատը II, Արսամեա, Երվանդաշատ, Երվանդակերտ, Բագարան, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղաշապատ և այլ ամրոցներ, պալատներ, տաճարներ, դամբարաններ, հասարակական և այլ բնույթի շինություններ։ Պահպանված պաշտամունքային կառույցներից հատկապես աչքի են ընկնում Կոմագենում Նեմրութ լեռան սրբավայրը, Գառնիի տաճարը, Հին Արտաշատի Միրական տաճարը և այլն։